մեդիայում դարձրու քո օրը ավելի հետաքրքիր։ Մեդիամаг, լավագույն ժամանցային հարթակը Հայաստանում։ Ալիքի գործընկեր։ Ինչու են թառամում տնային բույսերի տերևները։ Սենյակային ծաղիկների տերևների թառամելը բավականին տարածված խնդիր է, որն է դրա պատճառը, եւ արդյոք կարելի է կանխել դա։ Խոնավության պակաս։ Սկսնակ ծաղկաբույսների ամենատարածված սխալը բույսերը բավարար չափով չջրելն է։ Հաճախ ստուգեք հողի վիճակը։ Անհարմար ծաղկաման։ Հնարավոր է, որ ծաղկամանի հատակի անցքերը չափազանց լայն են եւ չեն պահում ջուրը։ Հողի սխալ բաղադրություն։ Երբեմն հողի մեջ չափազանց շատ տորֆ է լինում։ Այդ դեպքում պետք է բույսը տեղափոխել։ Տեղափոխելուց առաջ բույսի արմատները մաքրեք հին հողից, զգուշորեն լվանալով հոսող ջրի տակ եւ մշակեք ինչ-որ սնկասպան միջոցով։ Չոր օդ։ Սենյակի չափազանց չոր օդի դեպքում անհրաժեշտ է բույսերը հաճախ ջրել ջրցողիչով, ինչպես նաեւ չդնել արևի ուղիղ ճառագայթների տակ։ Կարող եք նաեւ ծաղկամանը դնել ջրով լցված ամանի մեջ։ Չափից շատ ջրելը։ Ստուգեք հողը, եթե նրա վրա մամուռ կա կամ բորբոսի հոտ է գալիս, դադարեք ջրել բույսը եւ թողեք, որ հողի վերին շերտը լավ չորանա։ Եթե տերևները շարունակում են թոշնել, ապա ծաղիկն անհրաժեշտ է տեղափոխել։ Հավանական է, որ արմատները խոնավությունից փտել են։ Հիվանդություններ։ Հիվանդության պատճառ կարող է դառնալ ջրմուղի սառը ջրով ջրելը կամ միջանցիկ քամի։ Փորձեք բույսը մշակել ֆունդազոլով։ Ավելի վտանգավոր պատճառ կարող է լինել վիրուսային ինֆեկցիան։ Այդ դեպքում տերևները սկզբում փոխում են իրենց ձևը, հետո սկսում են թոշնել։ Բուժելն անիմաստ է, բույսը պետք է ոչնչացնել։ Վնասատուներ։ Վնասատուների հայտնվելու դեպքում բույսը պետք է մշակել միջատասպան նյութերով։ Երբեմն մեկ անգամը բավարար չէ։ Մեկ շաբաթ հետո կրկնեք պրոցեդուրան։ Նյութի տեքստը կարող է գտնել հոլովակի բնութագրում հղմանը սեղմելով։ Հաճելի ժամանց ձեզ։